Քաղաքական հայտարարություններ, կոշտ արձագանքներ և վտանգավոր զուգահեռներ։ Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցության միջոցառումից հետո հայ-ռուսական հարաբերություններում նոր լարվածության նշաններ են ի հայտ գալիս։ Ռուսաստանին դուր չի եկել հատկապես Զելենսկիի ներկայությունը և ելույթը Հայաստանում։ Զելենսկիի ելույթից հետո Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց. Ուկրաինայում էլ ամեն ինչ հենց այսպես էր սկսվում, ակնարկելով, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական ընթացքը կարող է նույն սցենարին հանգեցնել։ Այսինքն դրանով ուզում են ասել, որ իրենց համար կարևոր է լինելու ժողովրդի կարծիքը եւ իշխանության ներկայացուցիչների ասածը իրենք չեն նույնականացնում ժողովրդի ցանկությանը։ Եվ մինչ Մոսկվան խոսում է հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր նոր լարվածության մասին, պաշտոնական Երևանը շարունակում է հայտարարել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մտադրություն չունի, միաժամանակ խորացնելով գործակցությունը արևմտյան հարթակներում, մնալով վտանգավոր խաղի մեջ։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով Մոսկվայից հնչող հայտարարությունները հերթական զգուշացումն են, եւ Ռուսաստանը հետևում է, որքան հեռու կարող է գնալ Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսը։ Կհետևեն, թե չեն հետևի այդ խորհրդին, դա արդեն կապված է բացարձակապես իշխանության դիրքորոշումից եւ նրանց որդեգրած քաղաքականությունից։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ Հայաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ զուգահեռներ անցկացնելը սխալ է։ Նրա խոսքով Ուկրաինան Ռուսաստանի համար ունեցել է բոլորովին այլ ռազմավարական նշանակություն, իսկ այնտեղ տեղի ունեցած զարգացումները ձևավորվել են այլ քաղաքական եւ անվտանգային պայմաններում։ Ակնհայտ է, որ սա ուղերձ է մի կողմից Հայաստանի իշխանություններին, մյուս կողմից Հայաստանի ժողովրդին իր ընտրությունը կատարելու համար։ Եթե իշխանությունների պարագայում փորձ է իշխանություններին որոշակիորեն, այսպես ասենք, զսպել հակառուսական քաղաքականության մեջ, ապա ժողովրդի պարագայում փորձ է ցույց տալ, թե ինչպիսի հանգուցալուծում կարող է ունենալ իրավիճակը։ Վոլոդինի հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ Ռուսաստանից ավելի հաճախ են ակնարկում Հայաստանի վերջնական կողմնորոշման հարցի մասին։ Մասնավորապես քննարկման առարկա է դարձել ԵՄ թե ԵԱՏՄ ընտրությունը հանրաքվեով որոշելու գաղափարը։ Բացարձակապես կարևոր չի, թե դրանք ինչպիսի խորքային զուգահեռներ ունեն երկու դեպքերը, ուկրաինական եւ հայկական, եւ արդյոք դրանք իրականանալի են թե ոչ։ Այս երկու դեպքերը ես կարծում եմ, թե բնականաբար նաև Ռուսաստանում հասկանում են, որ այս սցենարով հնարավոր չէ եւ այսպես ասենք խորքային զուգահեռներ չկան, բայց առնվազն քարոզչական հարթության մեջ, դրանպես քաղաքական հարթության մեջ ես կարծում եմ կարող է սա արդյունավետ լինել եւ կարծում եմ սա է նաև պատճառներից մեկը, որ հատկապես հիմա այս հայտարարությունները հնչում են։ Ուշագրավ է նաև, որ Զելենսկիի Երևանում հնչեցրած հայտարարությունները Հայաստանում գրեթե առանց արձագանքի ընդունվեցին։ Ռուսաստանին աջակցող կամ նրա դիրքորոշումը պաշտպանող որևէ հստակ քաղաքական արձագանք չհնչեց, որի համար կարծես թե Նիկոլ Փաշինյանը չի զղջում։ Այնինչ որ տեղի ունենում Հայաստանում, ես կարծում եմ խորքային առումով աղերս չունի ուկրաինական սցենարի հետ, հատկապես որ Հայաստանում տեղի ունեցող մի գլխավորապես արտաքին քաղաքական կամ գեոպոլիտիկ նշանակություն եւ չկան ներքին ենթախորհուրդներ։ Թե որքան հեռու կարող է գնալ Երևանը առանց ավելի կոշտ ռուսական հակազդեցության բախվելու մեծապես կախված կլինի Հայաստանի հետագա արտաքին քաղաքական ընտրությունից։ Բազմակողմ հարթակ է, եւ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են։ Եղել է նաեւ որ ներկայացան նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, ես չեմ հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունը ինձ ակնկալել, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին։ Փորձագետների գնահատմամբ Մոսկվայում սա անցալվում է ոչ թե որպես պատահական դիվանագիտական դրվագ, այլ որպես քաղաքական ուղերձ։ Մի բան, սակայն, արդեն ակնհայտ է. տարածաշրջանային լարվածության եւ մեծ տերությունների դիմակայության պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քայլ այսօր դիտարկվում է ոչ միայն որպես ներքին քաղաքական որոշում, այլ նաեւ որպես աշխարհաքաղաքական ազդակ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։